1975 թվականին, երբ որ Իսրայել Միլիդոսյանին պատրաստում էի աշխարհի առաջնություն, դե էկիպիրովկա ստացանք, այդ էկիպիրովկից ես էլ ստացա, էլի այս ֆորմից, ու մինչև հիմա ես որպես թանկ զգեստ պայում եմ։ Կան լավեր, որ պետական հովանավորում կար, սպորտը առաջ էր քնում։ Տարվա 6 ամիսը զբորի մեջ էինք, 6 ամիսը տունն էինք։ Դա հենց դա է, էլի, հիմքը, որ ուժեղ սպորտսմեններ էին պատրաստում։ 6 ամիս որ զբորի եղնես, ինքստինքյան արդեն կաճիս։ Դու լավ ծանրամարտիկներ ունենք, եթե օրինակ Տիգրան Մարտիրոսյանը շատ լավ ռիվոկ արեց օլիմպիական խաղերին 177%, դա արդակարգ կարծում ցույց տվեց։ Դա երրորդ տեղ ընկավ, երրորդ տեղն է վատ տեղ չէ, էլի օլիմպիական խաղերի երրորդ տեղ։ Շատ լավ տեղ էր։ Հենց այնտեղ դարձանք է որ լավն էլի, երկուսն էլ լավն է։ Չեմ ուզում ասել ինչի համար հեռացա, ուղղակի ժամանակը երևի ապացուցեց, որ ինձ պետք է հեռանալ вообще այդ դպրոցից, դրա համար ես հեռացա դպրոցից։ Բայց ես էլի հիմա մտնում եմ մեկ զալ, աշխատում եմ, մարզիչ եմ աշխատում, ուղղակի դիրեկտոր չեմ աշխատում, բայց մարզիչ աշխատում եմ։ Դե մեր լավագույն աշակերտներին օգնում եմ, էլի, լավ բարի խորհուրդներով, բաներով կամաց օգնում եմ։ Ես պատրաստել եմ Յուրի Վարդանյանին, պատրաստել եմ Իսրայել Միլիդոսյանին, հռչակավոր առաջի ծանրամարտի ճանապարհն ես եմ բացել։ Ինչքան որ հայ գոյություն ունի, առաջի օլիմպիական խաղերի մեդալը Հայաստան ես եմ բերել, ծանրամարտի գծով իհարկե։ Իմ խելքս երեսից ես կարվա օլիմպիական խաղերը։ Թե չէ ուղղակի ոչ թե իմ խելքս երեսից, այլ երևի օպիտ չունեի вообще։ Ամենակարևորը մարդու համար օպիտն է, էլի։ Դե խամ Եվրոպայի չեմպիոն տարա, ունձի սաստավ տրեցին, 340 կիլո սումացուց տվեցի և աշխարհի ռեկորդ հրում ծևից է աշխարհի ռեկորդ սահմանեցի։ Ինձ արդեն տրեցին սաստավ։ Երկու ամիս հետո ես մասնակցեցի օլիմպիական խաղերին և ցավոք Մոնրեալ որ գնացի, մեջքի վնասված ստացա։ Մնացել էր ուղիղ շաբաթը որ մասնակցեի։ Ուղղակի սենսացիոն ռեկորդ կուզեի մի հատ տանեի, որ մեկ 20 տարի մնար այդ ռեկորդը, էլի։ Կլուբ 200 կլուբ կուզեի բանայի, քանի որ այդ ժամանակ հրման ռեկորդը իմս էր 195 կիլո, դա իմ ռեկորդս էր։ Ուզում էի մեկից 200 կիլո հանեի, այսքան ուզում էի մեծ հրով երկու ծմերուկ բռնեի, այնը չեղավ, ինձ եմ։ Իմ աշակերտս Յուրի Վարդանյանը հիմա աշխատում է արդեն ինչ-որ իմացել եմ, ինչ-որ Սերժի օգնական է աշխատում, ինչ է անում, այդիկ շատ մեծ բան է вообще։ Ես գիտեմ, որ իմ աշակերտս է եղել ինքը, ու ես հբարդ եմ դրանով։ Այդ ժամանակ Կարեն Սերապիչն էր, կանչեց մեզ, շնորհավորեց ՑԿ-ի շենքում։ Այդ ժամանակ այն ողորմածիկ բանն էլ էր սաղ, այդ Սերգո Համբարձումյանը, որ ասում եմ, առաջինը Սերգո Համբարձումյանն էր ուրախած է, եկավ փաթ տվավ ինձ շնորհավորեց բաներով, շատ լավ է զգում ես էլի, որ Սերգո Համբարձումյանը այն մարդն է եղավ, որ Ստալինը կանչել է իրան ինչ-որ մեծարել է։ Գանք ստեղ Ռոբերտ Անդրանիկովիչը մեր քաղաքամի առաջի քարտուղարը, մի հատ լավ քարտուղար էր, մենք պես քարտուղարել չդեմ ունենայինք, թե չունենայինք, շատ լավ մարդ էր, շատ լավ ազնվորություն էր։ Կանչեց, շնորհավորեց, նվերներ տվեց, քաղաքի մեջ ամբողջ կազմը շնորհավորեցին, լավ։ Հիմա դրամական պարգևներ լավ են տալիս, որտեղ Ծառուկյան Գագիկը լավ է աշխատում вообще։ Իսկ նման բան կար առաջ։ Չէ, առաջ սպես էր էլի, փուք գումարավը ինչ-որ արդահեշտ տալիս էին էլի, գազ 24 էին տալիս, մեքենա էին, տուն էին տալիս, դե գիտես ինչ այն ժամանակը ավելի լավ էր, քան թե հիմա։ Ես միշտ սել եմ էլի այն ժամանակ կմնա, հիմա կմնա։ Ինչով է լավ։ Սովետական միությունը հզոր երկիր էր։ Մենք որ քնում գալիս էինք արտասահման, նոր արտասահմանից որ գալիս էի
Սովետական միություն, նոր արդեն սովետական միության արժեքը քննադում էի ես։ Աշխարհում սովետական միության պես երկիր չկար։ Ուղղակի ինքան նախազբան քանդեցին սովետական միությանը։ Տաղանդավոր աշխարհը հրճակ Դավիթ Ռիգերտին երևի լսած քեղնիկ։ Ինքը հիմա աշխատում է գլխավոր մարզիչ Ռուսաստանում, Ռուսաստանի գլխավոր մարզիչն է։ Ես կոնդակտներ ունեմ, զանգ եմ տալիս, ինձ ասում է, ինչ ես մնացի, արի աշխատենք իրար հետ։ Ես ասում եմ, Դավիթ ջան, տուն չունեմ, գամուտեղ որտեղ մնամ։ Ինձ քսարի քիրով մնամ, մինչև տուն ստանաս։ Առանց Գյումրու ես չեմ պատկերացնել քաղաք։ Այդ ծառու թուփն որ գտեսնեմ, կզգամ որ իմ ծառից թուփն է, իմ Գյումրիս է, Գյումրու օդն է, հացն է, ջուրն է։ Գյումրի լեննագան այսինքն ես Գյումրիս էլ չեմ սիրել ցավդ տանեմ, լեննագան կսեմ ես։ Իմ հարազատ լեննագանս։ 42 տարեկան ամուսնացա, հիմա սովետական միությունը փլուզվավ, ես ամուսնացա։ Քանի որ սովետական միության ժամանակ խաղ չկար, կարող ես մեկնակ շեյոր ապրեի, չէ այդ ցավդ տանեմ։ Ուղղակի կյանքը դրտեց էլի։ Կարիքը դրտելուց ես սկսեցի արդեն ինչ որ աշխատի մոտ ընտանիքս սպայեմ։ Այդ մոմենտներն էլ թե չես։ Դպրոցը ճիշտ է կաշխատեի, դպրոցը կաշխատեի, պես է դպրոցով ինչ։ Դա ինձ համար հաճելի է вообще։ Ես հիմա գիտեմ թե ինչ որ ավտոսպորտով եմ պարապում։ Մեր Գևորգյան հովոյի մոդը, ավտոկայանի տնօրենի մոդը, ավտոսպորտ եմ պարապում, կարելի այդպես էլ։ Ծուլիկ եմ եղել դպրոցում ուղղակի բանագից հետո 11 ավարտեցի, հետո տվեցի ինստիտուտ պես սորվա բաներեցի։ Դե որպես սպորտսմեն տարեցին թվանշանները, բաները։ Դա ֆիզկուլտ ինստիտուտի էդի շպաններ ունի, գիտես էլի։ Դեղ գիտես որ մեգանը զարգանա բդի, մեգանը էս մեգանն է, ոդի մեգանն է, ծերի մեգանն է, շտպես ինստիտուտ ավարտեցինք։ Սկզբի մարզիչս եղել է Սերգեյ Վարդանյանը։ Վարդանյան Յուրիկի հորեղբերը։ Ընդամենը ես իր մոտ պարապել եմ 6 ամիս։ 6 ամիս հետո ես պարաբա Կիրագոսյան բան ես, այնտեղ մի հատ ծանր քաշ Արամ Կիրագոսյան կար, չգիտեմ, լսած բդեղնիկ вообще թե հիշեկը իմ բարեկամս էր էլի։ Ինքը Ժդանովից էր եկել, այդ ժամանակ ինքը Սոյուզում 3-րդ տեղ էր, լավ գայդով սպորտսմեն էր էլի։ Ինքը իմ մեջս ինքը արտնացել է ծանրամարդա։ Իմ մեջս Արամ Կիրագոսյանն է արտնացել։ Հետո ես բանակ գնացի, շտե բանակ տեղը սպորտը դնգա 70 թվին որ բանակից եկա, ես արդեն սկսեցի Ֆարաջան Հակոբեյ բանը մոդեցած, ծանոթացանք Երևանից էինք էլի։ Ուտպես կամաց իրար հետ պարաբանք ու արդյունքը ավելցավ։ Ամենակարևոր վերջի տոշկեն դրեց Պլուկվելդերին վերես։ Այդ տեխնիկան Դավիթ Ռիգերտի, Ալեքսեևի, բոլոր ժամանակների ամենալավ ծանրամարտիկը դա Իսրայել Միլիդոսյանն է։ 3 օլիմպիական խաղերի հեղինակ, մի հատ առաջինը երկրորդ տեղ, ցավոք սրտի երկրորդ տեղ։ Եթե ես թռնեի մինչև երթայի բան, Խաբարովսկ, Սեուլ պետք չէր ինձ երթալ։ Այդ գամպայման շեշտեմ вообще։ Եթե ես երթայի Բարսելը բան ես, մինչև Խաբարովսկ վերջի զբորներին, ինքը 100% օլիմպիական չեմպիոնով հետ կգար, Իսրայել Միլիդոսյանը։ Սեուլ երկրորդ, Բարսելոն առաջի, 28 մոտավորապես 30 կիլո ռազրիվով կրեց իր պարացենիկին, 30 կիլո։ Այդպես դեպք եղել էր Վասիլի Ալեքսեևի և Իսրայելի մեջ, այսինքն Վասիլի Ալեքսեևը կրեց, առաջի հաղթանակը կրեց, երկրորդ օլիմպիական խաղերն ուր կրեց, Մոնրալ, մենք իրար հետ էինք, էլի։ Մոնրալում ինքը ուղիղ 30 կիլո պերիոդ տվեց իր պրացերնիկին ու դարձավ օլիմպիական չեմպիոն։ Նույնն է, Իսրայել Միլիդոսյանը այդպես 30 կիլո ռազրիվով Բարսելոնի օլիմպիական չեմպիոն եղավ։ Երրորդ անգամ է ընկավ 5-րդ տեղ, պատվավոր 5-րդ տեղ։ Դե մի հաշիվը դար 12 տարի մարդը Քրդանաջան ֆորումի մեջ է եղել вообще։ Երկու աղջիկունի մենը
Ես փոքր աղջիկս լավ շտանգիստ կեղնենը չի սիրում։ Կզգամ էլ որ կա մեջը вообще էլի, բայց չեմ ուզել ինչ որ էլի, չեմ ուզել պես կողեմ շտանգի տակ սին երեխա աղջիկ են էլի։ Աղջիկ են։ Ես, հա։ Դիա, այս ուշք շտանգիստ կեղնի вообще չի ուզել։ Համաձայն չես պարապ։ Ոչ։ Ինձ թվում է, որ աղջիկներին դա շատ դժվար է։ Ծանր է։ Իսկ իմ կարծիքով, եթե ես հնարավորություն ունենայի, անպայման շանսերս կօգտագործեի։ Հա, սիրեգը պաստը չի կրնասի, չեմ բան էլի։ Տվյալ չունի, տվյալն է կարևոր։ Մեր ժամանակ է կար տոպինգ։ Հա, մեր ժամանակ է կար։ Այսինքն պես ուժեղ պրեպարատներ չկար, որ հիմա օգտագործում են, հիմա ավելի ուժեղ պրեպարատներ կա, բայց այն ժամանակ պես փոքր ինչ-որ վաստանավիցելներ կար, հա, ինչ-որ այնտեղ վիտամիններ, բաներ այնտեղ այդպես բաներ կար, բայց դե հիմիկվա պրեպարատները այլանդակ պրեպարատներ կան, որ թանգնոց պրեպարատներ չդես լաշադինի թոզակը զարգեն ծիգը դառնան, դա չդես ինչ կդառնա։ Այդ կողմով կիտայացքի ուժեղ են։ Կիտայացած այդ ժենշենը, դա շատ ուժեղ պրեպարատ է вообще։ Համ մարդու կյանքը երկրծն է, համ ինչ-որ ուժ է տալիս, այդ շատ ուժեղ պրեպարատ է այդ ժենշենը։ Ժենշենը մակուշ պրեպարատ է, չի կարելի ասել, որ ինչ-որ տոպինգ է, տեղ է, բան է, այդ դրա համար է կիտայացիք այդ ժենշենով առաջ են ելնում։ Հետո իրանց մոդը ամենակարևոր բանը պետական հովանավորում կա սպորտին։ Այդ է կարևորը։ Երկու ծանր քաշ պատրաստում էինք։ Մեկը Ասլանբեկ Յենալձեևը, մեկն է Վասիլի Ալեքսեևը։ Երկուսն է ուժեղ էին աշխարհի առաջնությունների պատրաստին։ Եղավ որ մենք գնացինք Պառնոյ գիտեք չէ՞ շոկե փաղնիկ էլի։ Պառնոյ մտանք էլանք, в общем, երկուսն են այլանդակ քաշերա, այն Ալեքսեևը մեկ չեմ լավ էր էլի, քիպկի երջագուն էր вообще։ Բայց այն Յենալձեևը սավսեն չոր էր вообще էլի։ Ինչ է կստաս, տապորի պես էլի։ Հիմին նստել են երկուսն կուզեն նասկե կհակնի։ Հիմին նա է փորը խանգարեկը չէ, ասպես կազին նասկին հակնի չէ։ Եկե սպես Ասլանը, Յենալձեևը սպես ոտը հանեկը վերև, սպես նասկին պանկեն է, սպես պրեցել գպարը, թալբեկը մեկ է միմը էլի, պեստ, երկու անգամ մեկ է չարչելիկը, վերցն եկը սպես հանզին, վերցն եկը նասկին սպես մարդերի արանքով, վերցն եկը եդի սպես պատրաստեգոս բանն է, պրեցել երկրորդ անգամ է միմը, քրվեգը, յորքի զալոնի, ռասորեն քրվե մրվե պանկեն է, պնճա պանկեն է, մեկ ես Ալեքսեևը կողքը նստած խնդակ էլի, ինքը քիչ մասխարատաղա էր Ալեքսեև էլի, համ ծանր քաշ էր, համ է ուղեղում էր, вообще ուղեղը լավ կաշխատել էլի։ Մեկ էսպես էր, Ասլան Սավ, что ты мучаешься вообще, ёлки зеленые? Давай ты мой носки одевай вообще, а я твой носки одену. Есть, Յենալձեևը моментом спес նայեց ու да, конечно, давай. Ալեքսեևը մեկ ոտը սպես տարել է սպես սիրունդ կող, ես է կողքը նստած, ինձ սպես աշկով կենե լավ կզգա էլի, տավոլնի նստել է իր համար Աստանես նասկի գղահակցում է, մեկ ես ոտնի պատերավ հակցրես պատերավ ու давай, մեկ է ինքը նստավ ես ալ Յենալձեևը նստավ, դու давай, Վասա, ты теперь ты мой носки одевай. Մեկ էսպես ոտը տարես, մեկ է ոտին զարգեց սավ իդզի սավ պարասյոնեք յորքի զելոնի, հեմի իրար էտ կերվեին պդի հայա է պաշնծրեցի հազիվ։ Մի անգամ Ալեքսեևը ես գնացել էինք բանս մրցումների, Ամերիկա էինք գնացել էլի, ընդեղ իրանցը ֆունդ էր, ամերիկական կիլոգրամները ֆունդով գհաշվեին ինչ-որ, մեզ թապով կշերք էր իրանցը, ձիու կշերք էլի, ես, Ալեքսեևը կանավ կշրվավ 160 կիլո, մեկ ընդեղ ժուրնալիստը սպես երավ, սա Վասիլի Իվանովիչ սավ, բան է ես 160 կիլոն
քանի ֆունտ կեղնի։ Մեկ էտ առավ սպես հրավ, սա ես չդեմ ֆունդը քանի կիլո կեղնի, բայց ես գիտեմ որ սովետական կիլոգրամները ավելի ծանր են, քան թե ամերիկական ֆունդը սա։ Ես արդեն 59 կեղնեմ շլավ։ Մզիվ կսենար, չայել ես մնացը։ Երևի մեկ-մեկ պարաբիմ գելի դրա համար։ Մեկ-մեկ տունը փոքր շտանգա ունեմ ինձ համար պարաբիմ вообще։ Վազեմ գփան կնեմ էլ ինչպես։ Ճիշտ է նստիմ ռոլին քշեմ դա ավտոսպորտն է սպորտ, չէ։ Դա մեկ-մեկ է արդեն զալ եմ մտնում մեկ-մեկ Իսրայել Մեդիդոսյանը մի հատ լավ տղա ունի։ Անունը դրել է Վարդան, իմ անունս է դրել։ Եվ շատ ուրախ եմ вообще։ Այս շուտով ինքը աշխարհի առաջնության կմասնակցի, Թայլանդում պետք է գնա աշխարհի առաջնություն մասնակցել։ Ես մեկ-մեկ իրան օգնում եմ։ Դուք օրվան 10-ը չէ, առավոտները մենակ ելին մի 10-15 րոպե փոքր շտանգորս։ Մեկ-մեկ պարաբում եմ, սպես ինձ համար առավոտները եկրում եմ պարաբում եմ, բան եմ անում, սպես լավ արժություններ եմ անում, լավ էլի։ Դրա քանի կիլոգրամ։ 40 կիլո։ Լավ է, հերիք է ինձ 40 կիլո։ Չնայած որ պետք եղնի 140 կիլո կրնամ, անեմ, ըստի սուգունցի հերիք է։ Մականներս աշխատում եմ գեյկամր, լավ էլի։ Այս մեդալ նգարես երեք է։ Յուրիգը, ես, բանի ժամանակ էր 80 թվին էր էդ տանարայի բանի ժամանակ պես ճուշ միջոցառում էր, ինչ էր, հիմնական մրցակիցս Պյոտր Վենցելն է, հայեսիկ, Պյոտր Վենցել։ 75 թվին աշխարհի չեմպիոն տարավ, ես վնասված ստացա, չկարողացա հետը մասնակցել։ Հետո վերջում է Միտկով եղավ հաղարարաշտես։ Միտկով է երկու անգամ եմ մասնակցել, մի անգամ կրեցի, մի անգամ է կրվա։ Օլիմպիական խաղերի կարևորը կրվա, Եվրոպան կրեցի։ Հագարակնորեղներ լավ էր, էլի։ Եվրոպան կրվեի, օլիմպիական կրեի։ Մեծ մեծերը, գլխավոր մարզիչներ սովետական միության։ Երկու անգամ մեր տունը բերեք հնցրել եմ ես իրան։ Մեծ մեծերին, բանոնց, մեծ կադրս, ցավը տանը։ Շատ։ Իսրայել Մեդիդոսյանին ինքը տարավ առաջ օլիմպիական խաղերին Սեուլում ինքն էր գլխավոր մարզիչ Իսրայել Մեդիդոսյանին։ Բանոնց անպայման։ Շատ տաղանդավոր մարդ է, մեր հարազատ, Հայաստանի հարազատ բանն է, տրիներն է եղել вообще։ Օքսեն Միրզոյանը իր ժամանակ Ալեմբիսկի չեմպիոն տարավ։ Այ, ես սովետական փող, իսկական փողը սիգեր, դոլարից թանկ։ Դոլարն ինչ էր սորտեմը։ Նա մեդալը սիգեր, այ։ Օլիմպիական ոսկին իմս դեղներ, վնասվածքի պատճառով ես երկրորդ տեղ կրավեցի։ Շատ թանկարժեք մեդալ է դա։ Առաջի ճանապարհ բացող մեդալ է սիգել,